Հոյդայի 135-ամյակի արդիվ ձեր հիմնական ուղերձը այսօր որն է եւ առաջնահերթությունները այս պահին կուսակցության որոնք են։ Հիմնականի մեջ 130-ամյակի արդիվ հարադեվության հարադեր պայքար, ինչպես մենք բնութագրում ենք, այդ անսասան կամքի պահպանումն է եւ ամբողջական շահերու պաշտպանումը Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Այսօր հայ ժողովուրդը ներկայացնում է այնպիսի իրավիճակ, որ աշխարհում մեկ սփռված է, դրա համար աշխատում ենք մենք աշխարհում մեկ, բայց բնականաբար գիծակետը հայրենիքն է եւ ընդհանրապես հայության իրավիճակը եւ պահանջները, որ ունենք ողջ աշխարհից։ Այդ ուղղությամբ բոլորս կամավոր զինվորներ ենք, պատրաստ աշխարհով, որ իրականացնենք այդ հիմնական նպատակները իսպաս հայրենիքի եւ հայության։ Նայեք, բայց այսօր իշխանությունները տանում են այսպես բարակտման քաղաքականություն, նաեւ Սփյուռքում, ամեն դեպքում այդ մասին ահազանգեր հնչեցնում են նաեւ լրատվամիջոցների միջոցով, Սփյուռքի տարբեր շրջանակներ, տարբեր կառույցներ, ասում են, որ իրենց չի գոհացնում այսպես ավանդական ինստիտուտները Սփյուռքի եւ իրենք նոր այսպես կառույցների կարիք ունեն։ Ամեն դեպքում Զարե Սինանյանը դրա համար ջանք չի խնայում։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է, ինչ վիճակ է այս պահին Սփյուռքում, ինչին եք ականատես դուք լինում, բարակտում կա թե ոչ։ Նայեցեք, բարակտումի ջիկ կա, անգասկաց։ Բարակտումի աշխատանքը այս իշխանությունների կողմից է անգասկաց։ Տակը գլխավոր է Զարե Սինանյանը, թե վարչապետի հիմքը, ինչ որ լինի, վերջո իրենք փորձում են այդ բարակտումը ստեղծել ոչ թե վերանորոգելու կամ վերստեղծելու մի բան, այլ քանդելու նպատակով։ Որովհետեւ ճշմարտաբար այս իշխանությունները օրոք քանդումի քաղաքականություն է որ տեղի է ունենում։ Եվ այդ իմաստով իսկապես որ ավերգը կոծվի երբեմն, բայց մենք ինքնավստահ ենք, որ Սփյուռքի ամուր գալույցները, որ այսքան տարի դիմացել են իրենց հիմնական աշխատանքների մեջ, որոնք հայապահպանումն է, հայագերտումն է, հայտարարի աշխատանքներն են, ինչպես նաև անկախացումից հետո Հայաստանի հայրենիքի ծառայելու պատրաստակամությունը, adonk պիտի մնան անշեղ։ Մենք համաձայն ենք այն գոչերուն, որ գսվի թե անհրաժեշտ է վերանորոգել, վերաթարմացնել, նոր ավիշ ներարկել։ Բայց այդ չի նշանակել եղածը կանթել, այլ կնշանակել բազապես հավելյալ թափ տալ այդ աշխատանքներին եւ ստեղծել այնպիսի միջավայր, որ մենք կարողանանք շատ ավելի մատներ գրավել Սփյուռքի մեջ, որովհետեւ իրենք հալ ծառայեն այդ նույն նպատակներում, որոնց համար ստեղծված ենք որպես դաշնակցություն, որպես հայտարարի հանձնախումբեր եւ գրասենյակներ։ Սա է հիմնական մարտահրավերը, որ մենք կարողացած չափ ընդհանրացենք, ավելի ներառենք մարդիկ, բացացնենք դոգոսը աշխուժը Սփյուռքի, որովհետեւ ճիշտ է, որ Սփյուռքի մեջ վերջո փոքրամասնությունն է, որ աշխուժ է, փոքրամասնությունն է, որ հարտակի վրա է, փոքրամասնությունն է, որ դաշնակիր աշխատանք կտանի երբեմն դատերի երկրներում մեջ, բայց նաև ուրախ ենք ասելու, որ այսօր Սփյուռքի մեջ կտեսնենք իրենց արմատներով վերաթացի խնդիր, որ նորություն է վերջին տարիների։ Ես Ամերիկայի եւ Կանադայի մեջ օրինակ ցուլված հայերի մի զանգվածի մոտ, իրենց զավակների մոտ տեսնում է այդ վերաթացի իրենց արմատներով փարելու պատրաստակամություն։ Սա ընդհանուր մեկ երևույթ է, որ պետք է քաչալերել։ Երկրորդը որ շատ կարևոր է։ Նկատելով որ այս իշխանությունները քանթել են Հայաստան Սփյուռք ամեն գամուշները եւ ճշմարտաբար ամենտեղ մի անշղթական քաղաքականություն են գիրառվում, անհրաժեշտ է Սփյուռքի մոտ վար բահել հայրենիքի անհրաժեշտության խաղապարը, որովհետեւ գազ անկված նույնիսկ աշխուժը Սփյուռքի մեջ, որ սկսել են հոգնել եւ օդարվել Հայաստանից։ Սա մեզ համար անօգնելի երևույթ է, որ ամենտեղ գտնում ենք, որ պետությունը ուրիշ բան է, իշխանությունը ուրիշ բան է, մեկը մնայուն է, իշխանությունը գնայուն եւ այդ ուղղությամբ մենք չենք գնա որևէ մեկ ժամանակ երես ստացել հայրենիքից եւ դի շարունակենք մեր հիմնական աշխատանքները նաեւ օժանդակելու Հայաստանի, նաեւ օգնելու որ Հայաստանը ամրապնդվի, պաշտպանվի իր ազգային ճշտամիներից եւ հայտարարի մեր համագարկի առաջին հիմնական աշխատանքը հայրենիքի պաշտպանության եւ Արցախի հիմնահատցի խնդիրն է։ Նաև հաշվի առնելով, որ դուք Հայդրատի կենտրոնական խորհրդի նախագահ եք, Արոն Խաչատուրյան, կխնդրեմ ներկայացնեք ինչ հանգրվանում է այսօր Հայդրատը եւ ինչ մարտահրավերներ ունի իր առջեւ ծառայած։ Սիրո նախ ներողություն կուզեի ավելացնել, արդյոք Հայաստանի կառավարությունը չի ուզում հետևողականորեն հետ կանգնել Հայդրատի գաղափարից եւ ցեղասպանության պահանջարկներից։ Նախ ասեմ, որ Հայդրատը ցեղասպանություն չէ միայն, բայց ավելի հանգամանորեն բարձրանալու համար, եթե ունենք ժամանակը, ասեմ, որ մեր հիմնական աշխատանքները 4 բաժնի ոլորտի մեջ են։
Առաջինը հայրենի օժանդակության իրազեկման խնդիրն է։ Այդ ցելով հասկանանք Հայաստանի pedagogian հիմերու ամրապնդման խնդիրն է, մանավանդ արտաքին աշխարհի մեջ, եւ թեմ տնելն է թրքական եւ ադրբեջանական արշավին, որոնք կփորձեն խեղաթյուրել մեր պատմությունը եւ նաեւ դակավի նախոժակներ ունին Հայաստանի նկատմամբ։ Այս առաջին գլխունդակ նաեւ ունենք Արցախի հարցը, որ այսօր անցյալին բնականաբար ինքնիշխանության եւ բանակցության արդյունքի վրա կենտրոնացած է, իսկ այսօր մենք 5 ենթաբաժանումներով ենք ներկայացնում այդ հարցը, Արցախի հարցը։ Առաջինը վերադարձի իրավունքն է, երկրորդը անորոշվող միջանկյալ կարգավիճակի եւ միջազգային երաշխիքներու հարցն է, երրորդը գերիներու վերադարձի խնդիրն է, որ լավադերյակ եք չմանրամասնեմ, չորրորդը Արցախի մշակութային եւ գտնական ժառանգի ոչնչացման թեմ աշխատանքներն են աշխարհով մեկ եւ 5-րդը բնականաբար Արցախի մեր հայրենակիցներու օժանդակություն հասնելու խնդիրն է, որ մնան Հայաստանի մեջ։ Սա առաջին գլուխն է։ Երկրորդը, ինչպես նշեցիք, ցեղասպանության հետապնդման հարցն է եւ պահանջատիրության խնդիրն է, որոնց համար ստեղծել ենք իրավական մի կենտրոն, որ կոչվի հայ իրավանց կենտրոն։ Երրորդը հայ ժողովրդի աշխարհասփյուր հայ ժողովրդի իրավունքներու հարցն է։ Շատ էլ մի քիչ զարմանան, թե ինչ է սկեդը։ Մենք ունենք աշխարհով մեկ իրավունքներ որպես հայություն։ Մեկ մասը ամրագրված դաշնակով, մեկ մասը ամրապնդված տարբեր երկրներու սահմանադրությամբ, ուրիշներ որպես փոքրամասնական իրավունք։ Այդ իրավունքները շարունակաբար կնան հարձակումի ենթարկվի կամ նահանջի ենթարկվի, որ մեր բادرականությունը անոնք պաշտպանել։ Լիբանանի մեջ ունենք քաղաքական իրավունքներ, Իրանի մեջ ունենք երկու պատկանվորական աթոռ վերաբահված հայության, Երուսաղեմի մեջ ունենք Երուսաղեմի, հին Երուսաղեմի քրեդիկ քարոզի վրա հայկական թաղամաս, որ գվայել է հատուկ միջազգային իրավունքներ, Ջավախ եւ այլն։ Ուզեի իմանալ Հայաստանի կառավարությունը խոչընդոտում է, թե հակառակը նպաստում է այս ծրագրին։ Չէ, բնականաբար ոչ մի նպաստ չկա Հայաստանի կառավարությունից եւ այո, դեռ խոչընդոտում է այդ աշխատանքներն, որովհետեւ գիտեք, որ մի քանի հարցերով իրենք նշում են նաև, որ իրենց համար օրինակ Արցախի հարցով գոյություն չունի այդպես։ Մենք ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ վերջ։ Իրականության մեջ Արցախի ցեղասպանության մասով անդրադարձել են, այսինքն այնպես չէ, որ իրենք ցեղասպանության շղթումի քաղաքականություն են առաջարկում, բայց անդրադարձությունը մեր նույնիսկ բարեկամները օգտագործում են ասում համար, որ դեռ ցեր պետությունը այս հացի հանդեպելակություն չի ցուցաբերում, այս ինչի արդյունք է։ Փորձում ենք բացատրել, թե մենք չենք բաժնել այդ գազիկը եւ աշխատում ենք ցույցը որպես տարբեր երկրների քաղաքացիներ եւ այդ ցեղով ենք պահանջում։ Այսինքն ասում ենք, որ միան Հայաստանի իշխանության գազիկը չէ հարկավոր, այլ նաեւ հայությունը ունի համահայկական պահանջներ, որոնց մեջ կինա այդ բաժինը եւս։ Շնորհակալ եմ։